Դե ինչ սիրելի ժողովուրդ, նոր տարին մեկնարկեց։ Նոր տարին մեկնարկեց, Աստծո ողորմությամբ եւս մեկ տարի կապրենք, տեսնենք, երբ որ կհասնենք 2026 թվականի դեկտեմբերի վերջերին, նորից կասենք միմյանց շնորհավոր գալիք նոր տարի։ Հետո ամեն մեկը կվերլուծի, թե ինքը ինչ արել նոր տարում, մենք ընդհանուր այսպես ժողովրդի արդեն այսպես ազգովի կվերլուծենք ինչ ենք արել, ինչ տվեց 2026-ը, ինչ է տանում, ինչ է թողնում, դրանք հաջորդի 2027 թվականը ժամանակը ցույց կտա։ Այսպես ամեն տարի շղթայի պես փոքրիկ տարիներն, այսպես եթե հավիտենության մեջ ժամանակի մեջ նայենք, ամեն տարի փոքրիկ այսպես ավելանում է շղթային, եւ շղթան կարծես թե անընդհատ փակվում է եւ ավել դրանից չի գնում։ Ինչ տվեց 2025 թվականը, ցույց կտա 2026-ը, ինչ կտա 2026-ը, ցույց կտա 2027-ը։ Բայց եկեք տեսնենք ինչ տվեցին մեզ հազարամյակները, որի մասին մենք երբեք չենք խոսում։ Մենք երբեք չենք խոսում հազարամյակների մասին։ Մենք սպասում ենք տարվա վերջին ասում ենք շնորհավոր ձեր նոր տարին, տարվա սկզբին ասում ենք շնորհավոր ձեր նոր տարին, հետո սպասում ենք տարվա վերջին, նույն բանը անընդհատ կրկնում ենք։ Հետո փորձում ենք հասկանալ մեկ տարվա կտրվածքով ինչ ենք արել, ինչ ենք թողել, ինչ ավելացավ, ինչը պակասեց, այսպես անընդհատ շարունակում ենք։ Բայց չէ՞ որ այդ տարիները հազարամյակների մեջ, եթե այդպես ամբողջ շղթային նայենք, փոքրիկ այսպես մասնիկներ են, որոնք կամաց ձայն են տալիս։ Եվ այդ բոլոր տարիները, երբ որ կպցնում ես իրար եւ դառնում է մի ամբողջական շղթա, այդ շղթան սկսում է զրնգալ։ Հիմա ինչ տվեցին մեզ հազարամյակները, մենք սրա մասին չենք խոսում, սիրելի ժողովուրդ։ Ժամանակին ինչ-որ մեկը նստել է, գրի առել ինչ-որ պատմություններ, այդ պատմություններն հետո հավաքվել են միտեղ, հետո չգիտեմ երբ, չգիտեմ ոնց, այդ հավաքված պատմությունները միասին դարձել են այսպես գիտության մի մաս, եթե կարելի է գիտություն կոչել, թե պատմությունը ճշգրիտ գիտություն չէ, պատմությունը վիճելի գիտություն է, բայց դարձել է դասագիր, դարձել է պատմություն, սկսել են մարդիկ սովորել դպրոցներում, պատմություն սովորեցին, պատմություն գիտենք, պատմություն են կարդացել, հա։ Բայց հազարամյակների կտրվածքով ինչպիսին է եղել պատմությունը, մենք չենք վերլուծում եւ չենք ուզում ճանաչել այդ հազարամյակների պատմությունը։ Այսինքն սահմանափակ, լոկալ, այսօրվա մասին խոսում ենք, երեկվա մասին փորձում ենք վերլուծել ու սպասում ենք վաղվան։ Ես ուզում եմ ձեզ մի պատմություն պատմել, սիրելի ժողովուրդ, նոր տարվա սկզբին 2026 թվականն արդեն մեկնարկեց, 5 օր անցել է, վաղը մարդիկ միմյանց Սուրբ Ծնունդ կշնորհավորեն, հետո կսպասեն 1 տարի, որ նորից Սուրբ Ծնունդ շնորհավորեն։ Ուրեմն 70-ականներին, 1970-ականներին ԱՄՆ-ում անունը չեմ հիշում այս պահին, բայց շատ կարևոր էլ չէ մարդու անունը։ Ամերիկացի մի հոգեբան որոշեց մի հոգեբանական թեստ անցկացնել։ Ինչի մասին էր խոսքը։ Ուրեմն այս մարդը, ամերիկացի հոգեբանը, հավաքեց տեղեկություններ ամբողջ աշխարհից այն մասին, որ աշխարհի տարբեր անկյուններում տարբեր ազգերի ներկայացուցիչներ սեռական կրոնական տարբեր պատկանելության եւ տարիքային նույնիսկ տարբեր պատկանելության բացարձակ միմյանց անծանոթ մարդիկ վկայում են այն մասին, որ իրենց ինչ որ մի օր, ինչ որ մի տեղ, ինչ որ ժամանակին առևանգել են այլմոլորակայինները։ Ամերիկացի հոգեբանը բոլորին այսպես հավաքեց մեկ տեղում, ում որ կարողացավ իհարկե, բոլոր այսպես ներկայացուցիչներից 1, 2, 3 հոգի փորձեց հավաքել մեկ տեղում եւ հոգեբանական մի թեստ անցկացնել։ Ինչու՞մն էր այս թեստի, այսպես ասած, իմաստը։ Հոգեբանը խնդրեց բոլոր այս մարդկանց, կրկնում եմ, միմյանց չճանաչող, տարիքային, սեռական, քաղաքացիական, չգիտեմ, կրոնական տարբեր պատկանելություններ, այս մարդկանց խնդրեց մատիտով նկարել այն պատկերը, որոնք նրանք տեսել են, երբ որ իրենց առևանգել են։ Մարդը հարցրեց. դուք պնդում եք, որ ձեզ առևանգել են այլմոլորակայինները։ Այո, ես պնդում եմ։ Եթե պնդում ես, այդ դեպքում ում ես տեսել դու։ Ինչ ես տեսել դու։ Նկարագրիր։ Փորձիր նկարել մատիտով։ Սպիտակ թուղթ, սև մատիտ։ Փորձեք գծագրել, այսպես ասած, պատկերը, որը ձեզ առևանգել է։
Այս թեստից հետո ամերիկացի հոկեբանը մի զուգադիպություն նկատեց։ Բոլորը միասին, կարծես թե մեկ ձեռքով գծած լինեին այդ բոլոր պատկերները։ Բոլորը միասին գծել էին, ով ինչպես կարողացել էր իհարկե, մոտավորապես նույն պատկերը։ Ձվածև գլխով ինչ-որ մեկը, երբ որ նայում ես նկարին, քեզ թվում է, թե ներքևից ես դու նայում, վերևից ինչ-որ մեկը այսպես կախված է քո գլխին, այլ մոլորակայինները բոյով են, այլ մոլորակայինները ձվածև գլուխ ունեն, այլ մոլորակայիններն այսպես նեղ աչքեր ունեն, նրանց թևերը երկար են, երբ որ նայում ես թևերը այսպես կախվում են մինչև ծնկները։ Ամերիկացի հոկեբանի շատ հետաքրքիր, ինչպես եղավ, որ բոլորին առևանգել են նույն այլ մոլորակայիններ աշխարհի տարբեր անկյուններում։ Տարիներ տևած հոկեբանական այս թեստի մշակման արդյունքում, երբ որ տեխնոլոգիաները մի քիչ զարգացան, երբ որ հնարավոր եղավ արդեն համակարգչի միջոցով ինչ-որ թվային, այսպես ասած, բաներ համադրել, եկան հասան մի եզրակացության, այս ամերիկացի հոկեբանի եզրահանգումն էր, որ բոլորը նկարել են նույն պատկերը և ուշադրություն, ինչ էին նկարել, բոլորը նկարել էին իրենց մորը։ Զարմանալի կլինի, սիրելի ժողովուրդ, գուցե նաև ձեզնից ոմանք հեգնանքով ժպտան, բայց ինչ պարզեց այս հոկեբանը։ Հոկեբանը պարզեց, որ մարդու ենթագիտակցությունը, որը չի կարողացել ինչ-որ պատկեր այսպես հստակ ուրվագծել, հստակ չի կարողացել պատկերել, եղել է մոտավորապես այսպես լեթարգիկ վիճակում, երբ որ իրեն առևանգել են ըստ պնդումների, ըստ վկայությունների նրանց, այս մարդիկ նկարագրում են ուղիղ այն պատկերը, որը նորածինը սկսում է տարբերել, երբ որ լույս աշխարհ է գալիս, այսինքն ամեն օր նորածնի գլխին կախվում է նրա մայրը։ Երբ որ կախվում է գլխին, թվում է, թե վերևից է նայում։ Նորածինը ես չգիտեմ, որ օրվանից սկսում է արդեն այսպես գծեր տարբերել, այսպես, չգիտեմ, այդ կոնտուրները տարբերել, չգիտեմ, գույներ տարբերել, ես չեմ կարող ասել, բայց ամերիկացի հոկեբանի համոզմամբ մարդու ենթագիտակցությունը նկարում էր ուղիղ այն պատկերը, որը նորածինը սկսում է տարբերել, երբ որ նրա գլխին ամեն օր կախվում է նույն պատկերը, նկարում է վերևից, ինքը պարկած, վերևից ինչ-որ մեկը կախվում է, թևերը երկար են թվում, աչքերը շատ նեղ են թվում, որովհետև դեռևս չի կարողանում ուրվագծել պատկերը նորածինը և գլուխը ձվածև, չգիտեմ, աչքերը այսպես նեղ, ենթագիտակցորեն մարդիկ սկսում են նկարել իրենց մորը։ Ինչու՞մն էր այս նպատակը արդեն այս հոկեբանական թեստի, ամերիկացի հոկեբանը պարզեց, որ մարդու ենթագիտակցության մեջ աշխարհ գալու առաջին օրից ցանկացած ինֆորմացիա, ցանկացած պատկեր, որը տպվում է լուսային այսպես էֆեկտով կամ լսելիքով կամ տեսնելիքով, այսպես ասած, չգիտեմ, նորածնի ականջներն են լսում, նորածնի աչքերն են տեսնում, ենթագիտակցական շերտերում պահպանվում է այդ ինֆորմացիան։ Պահպանվում է, եւ ես չեմ կարող ասել 40, 50, 60 տարի անց ինչու, ինչ նպատակով, ասենք այդ ինֆորմացիան հանկարծ ջրի երես է դուրս գալիս, մարդիկ հանկարծ սկսում են ինչ-որ պատկերներ նկարագրել, ինձ գողացան այլ մոլորակայինները, ես սա տեսա, ես նա տեսա, ես չգիտեմ, առեղծվածային այսպես բաները, բայց ամերիկացի հոկեբանի համոզմամբ կարևոր նշանակությունը սա էր, այստեղ արդեն այլ մոլորակայինները, չգիտեմ, սա նա կարևոր չեն։ Կարևորը, որ մարդու ենթագիտակցությունը աշխարհ գալու առաջին օրից արտատպում եւ պահպանում է ամեն ինչ, ինչ որ լսում է, ինչ որ տեսնում է։ Բացարձակ այլ հարց է, դրա մասին նա ենթագիտակցություն նրանք հիշեցնի, դրա կյանքի որևէ տարիքում թե չէ։ Բայց ամերիկացի հոկեբանը կարողացավ հաստատել, որ մարդու ենթագիտակցությունն իր մեջ անչափելի պարզապես, ես չգիտեմ, ինչ տերաբայթերով, ինչ մեգաբայթերով հնարավոր չէ այս ամենը չափել, իհարկե աշխարհի նման համակարգիչ էլ չկա։ Մարդու հիշողությունը, ներքին, այսպես ասած, ենթագիտակցությունը անհաշվելի, անչափելի տեղեկություններ եւ ինֆորմացիա, այսպես ասած, միջազգային լեզվով պահպանում է ենթագիտակցական շերտերում եւ մարդու կյանքի ինչ-որ տարիքում, ինչ-որ առիթով, ինչ-որ պատճառով այս ամենը կարող է հանկարծ դուրս գալ արդեն գիտակցական վերին շերտերը։
Հիմա եթե ժողովրդին, ազգին, այսպես ասած, ժողովուրդ ես նկատի ունեմ, ասենք, ամբողջական ժողովրդի այդ որպես մարմին։ Եթե ժողովրդին դիտարկենք անհատի տեսանկյունից, սա անհատների մասին է, սա ժողովրդի մասին է։ Ժողովուրդը փորձում է մեկու մեջ, այսինքն ոչ թե փորձում է, այլ 100 տարին մեկ, 200 տարին մեկ, չգիտեմ, 300 տարին մեկ, ես չգիտեմ այս կտրվածքի մասին, ենթագիտակցական այս հիշողությունների ժողովրդի մեջ արթնանում են ինչ-որ պատկերներ, որը փորձում է լրացնել փազլի այդ պակասող մասնիկները։ Հիմա մենք 2.5-3 տարվա մեջ մենք միասին մեր թիմը, թիմ ասվածը մեր հրաշալի ընկերը, ով հովանավորեց մեր 4 գրքերը եւ դրանց քառակի վերահրատարակությունը, մեր խմբագիրը եւ ես, որ 4 գրքերը միասին հավաքեցինք, հիմա 5-րդի աշխատանքներն ենք տանում առաջն Աստվածա։ Եվ դուք, սիրելի ընթերցող, մեզ հետ միասին մենք ծանոթացանք մոտավորապես 100-ից ավել, այսպես թիվը չեմ կարող ասել 4 գրքերը միասին, քանի մարդկանց մասին է խոսքում, բայց 100-ից ավել մարդկանց մասին է խոսքը։ Ծանոթանցանք կենսագրականների, որոնց անունները մեզ հայտնի չէին կամ շատ քիչ էին հայտնի կամ ընդհանրապես հայտնի չէին, տարբեր ժամանակներից, տարբեր երկրներում ապրած եւ հարց։ Եթե այս ամենին նայենք ենթագիտակցական հիշողություններից դուրս եկած մի պատկեր, որը մեզ հիշեցնում է 100-200 տարի հետո, ասենք ենթագիտակցությունը մեզ հիշեցնում է, որ դուք ունեցել եք սա, ինչ է տալիս մեզ այս ամենը, անընդհատ այդ հարցը տալիս են, ասում են, լավ, պարոն Մանվելյան 4 գիրք, 5 գիրք, 10 գիրք, 20 գիրք, 30 գիրք, անընդհատ գրենք, անընդհատ այդ անունները կգտնենք, հայերը շատ են, հայերը մեծամեծ գործեր են արել տարբեր երկրներում, մեծամեծ, չգիտեմ, խոջաներ, չգիտեմ, խաներ, չգիտեմ, էֆենդիներ, նույնիսկ այսպես, հա, զորավոր գեներալներ, ամենքը բոլորը տարբեր երկրներում, ինչ է տալիս մեզ այդ ամեն ինչը։ Լավ, ասենք ենթագիտակցությունից, մեր հիշողություններից այսպես հանեցինք եւ լրացրեցինք փազլի այդ պակասը, ինչ ենք ստանալու մենք։ Մենք ստանալու ենք մի պատկեր, որը կախված է եղել մեր գլխին երկար թևերով, ալեգորիկ եմ խոսում ես սիրելի ժողովուրդ, ձվաձև գլխով, այսպես նեղ աշկերով, եւ մենք չենք իմացել, որ դա մեզ ծնողն է, մեզ պահողն է, մեզ սնողն է։ Այդ պատկերը տպվել է մեր ենթագիտակցության մեջ, բայց մենք ժամանակի ընթացքում այդ փազլի կտորները, որ հիմա մենք փորձում ենք հավաքել, կամաց մեզնից կամ պոկել տարել են, կամ մենք ինքներս ենք տվել։ Շատ վիճելի է հարցը, շատ վիճելի է, որտեղ անդադ հարցնում են, այս մարդիկ գնացին այս երկրներում, այսպես արեցին, այնպես արեցին, սովետական միությունը գողացավ, ցարական Ռուսաստանը գողացավ, սիրելի ժողովուրդ, ես ուզում եմ նախ պարզ մի ճշմարտության մասին խոսենք, հա, չի կարելի ասել աշխարհը հայերին պարտքես, սա պաթոսի գերադրական աստիճանն է, որ խայտառակ վատ արտահայտություն է հանդեպ մնացած ժողովուրդների, հանդեպ մնացած ազգերի աշխարհի երեսին բոլոր ժողովուրդներն ունեն իրենց զավակները, մարդիկ, որոնք լուրջ ներդրում ունեն, որովհետև կան մարդիկ, որոնք ուղղակի, չգիտեմ, համամարտկային այսպես արժեքների ակունքներում կանգնած մարդիկ են, բայց նրանց ժողովուրդը, նրանց ազգի ներկայացուցիչները չեն ճչում դրա մասին։ Այստեղ խոսքը նրա մասին չէր, որ աշխարհը հայերին պարտք է, չէ։ Խոսքը նրա մասին էր, թե ինչ էինք պարտք մենք ինքներս մեզ, ոչ թե աշխարհը մեզ, այլ մենք ինքներս մեզ։ Եվ այդ փազլի պատկերը, որ մենք հիմա փորձում ենք հավաքել, այդ պատկերը ենթագիտակցական շերտերում պահպանվող, որ պիտի ստանանք, նորից վերականգնենք, ցույց տալու համար, որ մենք ունեցել ենք այս պատկերը, եւ հիմա մենք այդ պատկերը բաժանել ենք փազլի կտորների եւ թողել ենք մեկը այստեղ, մեկը այնտեղ աշխարհի տարբեր ծայրերում, նպատակներ հավաքելու եւ ստանալու այդ պատկերը եւ ժողովրդին ցույց տալու, որ սիրելի հայեր, եթե այդ փազլի կորցրած մասնիկները նորից բերենք, նորից դնենք իր տեղում, մենք ստանանք մի պատկեր եւ այդ պատկերի մեջ դուք կտեսնեիք զորավոր մի պոտենցիալ, մարդկության ստեղծման սկզբից, ակունքներից, հազարամյակների, այսպես պատմության եթե նայելով զորավոր մի պոտենցիալ, որը պատառ մեզնից էլի եմ կրկնում կամ տարան, կամ մենք ինքներս տվեցինք, եւ կրկնում եմ նորից, սա վիճելի հարց է, որովհետեւ
Այնպես չի, որ մեզ միայն թալանել են, մենք շատ ժամանակներում, շատ դեպքերում ինքներս կամովի տվել ենք այս ամեն ինչը, մենք փորձել ենք հաստատվել դրսում, մենք փորձել ենք հաստատվել այլ միջավայրում, որովհետև մեր միջավայրում մենք ինքներս մեզ խժռելու հատկություն ենք ունեցել, Ուրոբորոսի հատկություն, Ուրոբորոսը խժռում էր իր պոչը։ Ինչի համար էր այդպես, անընդհատ ասում են, լա պարոն Մանվելյան, այս անունները որ տալիս եք Պարսկաստան, Ռուսաստան, չգիտեմ, բա որ այդ մարդիկ ապրեն Հայաստանում ինչ էին լինելու։ Սա շատ ցավալի հարց է, ես չգիտեմ ինչ էին լինելու սիրելի ժողովուրդ, որովհետև Վանից փախստականներ, Ոստանիկ Ադոյանի ընտանիքը հասավ Էջմիածին, Էջմիածինում նրա մայրը մահացավ, հետո քույրերից մեկի օգնությամբ կարողացան հասնել ԱՄՆ, ԱՄՆ-ում Ոստանիկ Ադոյանը դարձավ Արշիլ Գորգի ու թեև մեծ հարստությունների չհասավ, թեև ողբերգական ավարտ ունեցավ նրա կյանքը, գիտեք ինքնասպան եղավ, բայց հենց ամերիկացիները նրան դարձրեցին համաշխարհային նկարիչ Արշիլ Գորգի ու մինչև այսօր էլ ասում են ամերիկացի նկարիչ Արշիլ Գորգի։ Ես չգիտեմ Արշիլ Գորգին որ մնար Հայաստանում, եթե իհարկե այդ աղքատությունը վերապրեր, այդ չգիտեմ սովը վերապրեր իհարկե, հա, ես չգիտեմ Արշիլ Գորգին ինչ կդառնար։ Ну Արշիլ Գորգին չէ, Ոստանիկ Ադոյանը ինչ կդառնար, գուցե նկարչության դասատու։ Ես չգիտեմ ինչ կդառնար Շարլ Ազնավուրը, եթե նրանց նավը չհասներ Մարսել, նրա ծնողների նավը, նրանց գային Հայաստան, չգիտեմ ինչ կդառնար, արդեն սովետական կարգեր էին Հայաստանում, Հայաստանը արդեն սովետական կարգերից հետո մի քիչ արդեն թողենք սա։ Փազլի կտորների մասին խոսենք, սիրելի ժողովուրդ։ Ցարական Ռուսաստանում հայերի ներդրած ավանդը անուրանալի եւ անգնահատելի է եւ ցարական Ռուսաստանի իրավահաջորդ, ինչքան էլ ասենք, որ բոլշևիկները եկան, ցարական Ռուսաստանը ջարդուփշուր արեցին, կռվեցին այսպես, բայց ամեն նոր իշխանություն այսօրվա ժամանակակից ՌԴ-ի կազմում փաստացի իրավահաջորդն է նախկինի։ Այսինքն այսօրվա ՌԴ-ն փաստացի սովետական միության իրավահաջորդն է, ինչի համար, որովհետև այս երկիրը հանձնվել է սրանց։ Ինչ որ կանոնակարգ է փոխվում, օրենքներ են փոխում, չգիտեմ, իշխանություններ են փոխում, բոլշևիկները չկան, այնտեղ գնացին մենշևիկները գնացին, բոլշևիկներն եկան, բոլշևիկները գնացին, եկան արդեն այս դեմոկրատներ, այսպես ասած, բայց երկիրը նույնն է, տարածքը նույնն է եւ մարդիկ փորձում են այսպես այդ տարածքը ընդունում են մեկը մյուսից սպանում են, ինչպես եւ Հայաստանի դեպքում։ Երբ որ 18 թվականին Հայաստանը անկախացավ, գիտեք, 2 տարի էլ չապրեց այդ անկախությունը, հետո սովետականացվեց Հայաստանը։ Սովետական Հայաստանում այս մարդիկ ես չեմ կարծում ինչ-որ լուրջ հաջողությունների կհասնեն, որովհետև պատմությունը մեզ ցույց է տալիս այդ դեպքերը, երբ որ մեր հանճարեղ Երվանդ Քոչարը Փարիզը թողեց, եկավ Հայաստան, հայրենիքի կանչով, ինչ կատարվեց Երվանդ Քոչարի հետ Հայաստանում, երբ որ Սասունցի Դավթի արձանի, այսպես ասած, մակետը, գիպսի մակետը, որը նա ստացել էր ֆենոմենալ կարճ ժամանակում, մեկ շաբաթում ընդամենը ստացավ Սասունցի Դավթի մակետը, միանգամից արգելանք դրվեց դրա վրա։ Սովետական միության կառավարությունը Կրեմլից այսպես նոտա էր ուղարկել Հայաստան, որ այդ ինչ արձան, այդ ինչ մակետ, ինչի մասին է խոսքը, ինչ Սասունցի Դավթի թուրը ուղղված է դեպի բարեկամական Թուրքիա եւ կալանք դրվեց Երվանդ Քոչարի այդ Սասունցի Դավթի մակետի վրա, հետո շատ տարիներ անց նոր միայն վերականգնվեց այդ իսկական ինչպես որ կար, այդպես վերականգնվեց արձանը եւ տեղադրվեց։ Հիմա այդ մարդիկ մնային սովետական միությունում, ես չգիտեմ ինչ դառնար, այս հարցի պատասխանը ես չունեմ, գուցե եւ կդառնային գիտնականներ, բայց իհարկե արդեն սովետական միությանը ծառայող գիտնականներ։ Ես կարդում եմ, դուք էլ կարող եք կարդալ մեր երկրորդ գրքում, Կորսվաճառանգություն գրքում կա նրանց մասին, հա, Ալենուշ եւ Լիլիթ Տերյանների մասին, Պարսկաստանում բավականին հետադիմական այն ժամանակ ավանդույթներով ապրող Պարսկաստանում այս կանայք բավական լուրջ հաջողությունների հասան, Ալենուշ Տերյանը հիմնեց առաջին աստղադիտարան, իմիջայլոց իրենց գումարներով հիմնեցին, հա, ուսանողների հետ, ուսանողների օգնությամբ։ Բայց Ալենուշ Տերյանը երիտասարդ տարիքում, երբ որ շատ մեծ դժվարությամբ մեկնեց Փարիզում լուրջ հաջողություններ ունեցավ, ֆրանսիացիները Ալենուշ Տերյանին խնդրեցին մնալ Փարիզում։ Մեծ աշխատավարձներ առաջարկեցին, տուն առաջարկեցին, պրոֆեսորի կոչում,
որ մնա Փարիզում, բայց Ալենուշ Տերյանը վերադարձավ հետադիմական ավանդույթներով ապրող Պարսկաստան եւ ինչն էր պատճառը, ասած գիտեք ինչ, կանանց իրավունքները Պարսկաստանում մեղմ ասած ոտնահարվում են, մեղմ ասած ես պիտի վերադառնամ եւ պիտի օգնեմ աղջիկներին, որպեսզի նրանք էլ կարողանան հասնել նրան ինչին հասել եմ ես։ Ալենուշ Տերյանը շատ լավ գիտեր, որ ինքը երբ որ վերադառնա Պարսկաստան, իրեն պրոֆեսորի կոչում չեն տալու։ Պարսկաստանում այն ժամանակ կին այսպես կին գիտնականը մի քիչ անհասկանալի երևույթ էր, որովհետեւ երբ որ ուզում էր մեկնել Փարիզ ուսանելու, նրա դասախոսը նրան ասում է դու արդեն ընդունվել ես համալսարան, արդեն մեծ առավելություն է քո համար, սրանից ավել դու պիտի չգնաս, որովհետեւ դու կին ես, դու պիտի հանգիստ խելոք նստես քո տեղը։ Ուզում եմ հասկանալ Ալենուշ Տերյանը կարող էր մնալ չէ Փարիզում։ Մենք սա համեմատելու ենք մեր ժողովրդին զավակների հետ, նույն ազգությամբ հայ ժողովրդին զավակների հետ, որոնք կարող էին վերադառնալ Հայաստան, բայց չվերադարձան։ Ալենուշ Տերյանը վերադարձավ Պարսկաստան, որտեղ իրեն բաց ձեռքերով չէին ընդունելու։ Նա կարող էր թագուհու պես ապրել Փարիզում, թագուհու աշխատավարձով, թագուհու բնակարանով, չգիտեմ, այսպես պրոֆեսորի կոչումով, հետո արդեն ակադեմիկոս էլ պիտի դառնալ, անպայման կդառնար։ Բայց նա խնդրեց թողել այդ ամեն ինչը եւ վերադառնալ հետադիմական Պարսկաստան, որպեսզի կարողանար օգնել այն աղջիկներին, որոնք ուզում էին գնալ այդ ճանապարհով, բայց արգելված էր կանանց գիտությամբ զբաղվել։ Լիլիթ Տերյանը համարվում է Պարսկաստանի ժամանակակից քանդակագործության, այսպես ասած, հիմնադիր մայրերից մեկը, եթե ոչ հիմնադիր մայրը։ Լիլիթ Տերյանի համար էլ բավական դժվար էր այդ շրջանը, Պարսկաստանում, նույն այդ ժամանակաշրջանում գրեթե։ Հիմա մեր ժողովրդի զավակները Եվրոպայում, ԱՄՆ-ում կարևոր չի որտեղ հասան մեծամեծ հաջողությունների եւ հնարավորություն ունեին վերադառնալու Հայաստան, բայց չվերադարձան։ Սա պատճառն էր, որ սովետական միություն էր, սովետական Հայաստան էր, մարդիկ վստահ չէին, որ սովետական Հայաստանում, բայց ես ձեզ ասեմ, սովետական Հայաստանը, եթե այսպես վերցնենք, եթե նույնիսկ Ստալին ու Բերիա վերցնենք ու այսպես համադրենք միմյանց հետ, այսպես դուք չեք պատկերացնում ինչ էր կատարվում Պարսկաստանում։ Պարսկաստանում էլ այնպես հալած յուղի պես չէր գնում ամեն ինչ։ Սարսափելի կարգեր էլ այնտեղ էին, անդադ հեղափոխություններ, անդադ կռիվներ, անդադ այսպես պատերազմներ, կանանց իրավունքները բացարձակ սահմանափակ։ Բայց մարդիկ վերադարձան, կամովի վերադարձան գաղութ, Ալենուշ Տերյանը կամովի վերադարձավ գաղութ, որպեսզի օգներ իր ուսանողներին, աղջիկներին։ Հայ ժողովրդի շատ զավակների դեպքում մարդիկ չուզեցին վերադառնալ սովետական Հայաստան։ Այս դեպքում ժողովրդական խոսք ունենք, մենք մեր լեզվով դավանում ենք դա, ասում ենք արտը խախուտ, մահանեն կարկուտ։ Արտը խախուտ, մահանեն կարկուտ։ Մարդիկ ասեցին սովետական միությունը, մարդիկ ասեցին ցարական Ռուսաստանը։ Եկավ հասավ 1991 թվականը, սովետական Հայաստանն այլևս չկա, սովետական միությունն այլևս չկա, սովետական միությունը դարձավ ՌԴ, նույն իրավահաջորդը, սովետական Հայաստանը դարձավ անկախ Հայաստան։ Անկախ Հայաստան, որն արդեն պատերազմի մեջ էր, որն արդեն լուրջ կորուստներ ուներ, որն արդեն իր զավակների կյանքի հաշվին եկել, հասել էր շատ նեղ մի վիճակի, բանակ չունեինք, տնտեսություն չունեինք, այս ամենը չունեինք, ուղղակի չունեինք եւ հանկարծ անկախություն։ Այսինքն մի օր, մի ժամ, մի ինչ-որ պահ, որ հազարամյակներով է ժողովուրդը երազել էր, հիմա անընդհատ, հիմա այս պահին, երբ որ խոսում ես, անընդհատ ինչ-որ բաներ ես ասում, ասում են մենք հազարամյակներով անկախություն չենք ունեցել, դրա համար 91 թվականին անկախությունը եղավ։ Պետությունը վստահվեց մարդկանց եւ այդ մարդկանց մենք ընտրեցինք։ Ես ճիշտ է երեխայի ես ընտրելու իրավունք չունեի այդ ժամանակ, ես դեռ դպրոցական էի, բայց գիտեմ, որ մարդիկ ընտրեցին, այսինքն Հայաստանի Հանրապետության առաջին կառավարությունը, առաջին նախագահը գոնե ընտրված մարդուն ընտրել էին ժողովուրդը։ Ընտրել էին պատերազմի մեջ գտնվող երկրում, որը անկախացել էր, որը այսպես սովետական միությունից, արդեն նախկին սովետական միությունից
կենցաղային լեզվով ասած մի հսկայական օժիտ էր ստացել, մնացել էր Հայաստանում այդ օժիտը, գործարանները, բանվորները, վարպետները, հաստոցները, մեզ մնացին մեր հանքերը, մեզ մնաց մեր ամեն ինչը, մենք արդեն կարող ենք մեր հիմն ունենալ, մեր գերբը փոխել, չգիտեմ, մենք այսպես, անկախության հռչակագիրը կարդացինք, մենք արդեն պատերազմի մեջ ենք, մենք արդեն կորուստներ ունենք, եւ պետությունը Սովետական Հայաստանը դարձավ անկախ Հայաստան եւ մնաց մեզ։ Համենայն դեպս այդպես կարծում էր ժողովուրդը։ 1991 թվականի անկախության հռչակագրի կարդալուց ընդամենը 1-2 տարի անց այդ հռչակագրից մնաց միայն 2-3 նախադասություն ֆորմալ Հայաստանի Հանրապետություն հռչակվում է անկախ հանրապետություն։ Այդ անկախությունը ֆորմալ մնաց թղթի վրա, սիրելի ժողովուրդ, ինչի համար, որովհետև կրթական համակարգին ոչ մեկը մոտ չգնաց։ Պատմությունը, որը մնացել էր սովետական, պատմությունը չվերախմբագրվեց։ Այդ փազլի կտորները, որ մենք հազարամյակների ընթացքում կորցրել ենք, որը տվել ենք, որը տարել են, որը մենք ինքներս էինք տվել, պիտի հետ բերվեր, պիտի հավաքվեր եւ պիտի ստանայինք այդ ենթագիտակցական պատկերը, որ ամերիկացի հոգեբանը փորձում էր հասկանալ ում են, նկարում ես մարդիկ այսքան։ Ինչ այլ բնորակայինի մասին էր խոսքը։ Ինչու են բոլորը նույնը նկարում։ Ինչու ճապոնացին ու, չգիտեմ, Աֆրիկացին ու ամերիկացին ու հնդիկն ու պարսիկը նույնն են նկարում, նրանք ովքեր պնդում են, որ իրենց առևանգել են, բոլորը նույն պատկերն են նկարում եւ ամերիկացի հոգեբանին սա հետաքրքրեց, մարդը բերեց, այսպես մշակեց, վերամշակեց, այս հետազոտությունների արդյունքում հասկացա, որ մարդու ենթագիտակցության մեջ կա մի պատկեր, որը միշտ տպված մնում է նրա ենթագիտակցական շերտում եւ երբ որ գալիս է արթնացման ժամանակը մարդը հանկարծ հիշում է այդ պատկերը, թեև դեռևս չի հասկանում թե ինքը ում է նկարում, ում է գծում։ 91 թվականին եկավ ժամանակը, երբ որ մենք պիտի այդ պատկերը ուրվագծելով, այսպես փազլի կտորներ հավաքելով հասկանայինք մենք ինչ ենք ուզում անել, ում պատկերն ենք ուզում վերականգնել եւ անկախ Հայաստանի Հանրապետության գերագույն գլխավոր այսպես նպատակը, որ պիտի վաղը միսօր այսպես առաջ գնայինք, պատերազմական շրջաններ արդեն ասացի, գերագույն գլխավոր նպատակը եւ գերագույն գլխավոր փոփոխությունը, որը պիտի արվեր 1991 թվականին, դա կրթական համակարգի տոտալ ապամոնտաժումն էր։ Տոտալ ապամոնտաժումը ինչի համար, որովհետև սովետական միության շրջանում մեր պատմության գրքերի ամեն մեկի հաստությունն էսքան էր, հայ ժողովրդի պատմությունը, այսպես մեր գրքի պես փոքրիկ բարակ մի գիրք էր, ամենակարճը, ամենափոքրը եւ խմբագրված հայ ժողովրդի պատմություն էր, բայց իրականում դա սովետական Հայաստանի պատմություն էր։ Հին ժամանակներից ինչ որ չգիտեմ Վարդանից ու Վասակ Մամիկոնյաններից են կողմեր անցնում այդ պատմությունը, այսինքն այդ պատմությունը ներկայացվում էր ուղիղ այնպես, որ չխանգարեր Լենինյան դրոշին ու կոմունիստական գաղափարախոսությանը։ Բայց երբ որ կոմունիստական գաղափարախոսությունն ու Լենինյան դրոշն ընկան, երբ որ սովետական միությունը փլուզվեց, ժամանակն էր վերախմբագրել ներողություն պատմությունը եւ ցույց տալ իրական պատմությունը եւ այդ փազլի կտորները աշխարհի տարբեր անկյուններից հավաքել եւ ստանալ այդ ենթագիտակցական պատկերը, որը մենք կամաց մոռացել ենք մեր դեպքում, ստանալ հայ ժողովրդային գենետիկ պատկերը, որի մեջ մի զորավոր պոտենցիալ, շատ զորավոր պոտենցիալ կար եւ կա, եւ մենք այդ պոտենցիալից կտոր այդ փազլից վերցեցինք, տվեցինք ամերիկացիներին, տվեցինք չինացիներին, տվեցինք, եթե հազարամյակների այսպես կտրվածքով կան, երբ որ ամերիկաների մասին, ռուսաստանների մասին խոսքել չկար, որը պարսիկներին, որը թուրքերին նույնիսկ, որը հնդիկներին, այսպես այն հին քաղաքակրթության կրողներից հնդիկներին, ազգեն պարսիկները հին ժողովուրդ են, կամաց այսպես տվեցինք 1300-ական թվականներից հայերը աշխատեցին, արարեցին, ստեղծեցին, դրեցին, ամեն ինչ արեցին 1300 թվականների սկզբին ստեղծված Օսմանյան կայսրության համար, որին 600 տարի պիտի ծառայեն եւ 600 տարի հետո այդ Օսմանյան կայսրությունը պիտի ջնջխեր ուղակի հայերին, նրանց հիշատակը պիտի փորձեր ջնջել եւ 1915 թվականի այդ կոտորածներից հետո ես սա մի անգամ ասել եմ, հիմա նորից կկրկնեմ, սիրելի ժողովուրդ, երի թուրքերի կառավարությունը միլիարդների արտաքին պարտքեր մարեց 1915 թվականի եղերնից հետո, որտեղից այդ գումարը
դժվար չէ մի քիչ պատկերացում ունենալ եւ հասկանալ։ Հիմա 1600 թվականներին հետ գնանք։ Շահ Աբբասը որոշեց տեղահանել Արևելյան Հայաստանը, որպեսզի Օսմանյան կայսրության լծի տակ չհայտնվեն եւ հանկարծ չօգտագործվեն իր դեմ։ Շահ Աբբասը մի քիչ ավելի այսպես խորամանկ էր, շատ խորամանկ էր։ Շահ Աբբասի տեղանությունների մասին մենք գիտենք, որ Արևելյան Հայաստանի ժողովրդին տեղահանեց, ուղղակի տեղահանեց, այդ մի բառը գիտենք, տեղահանեց, վերցրեց վրես Պարսկաստան։ Ճանապարհին հազարավոր հայեր նույնիսկ գերության են վաճառվել, հազարավոր հայեր սովամահ են եղել, երեխաներ, կանայք։ Այսինքն տեղահանել բառը այնպես չի, որ գիտես, մի ամբողջ այսպես չգիտեմ, մի հրաշալի այսպես կարգեր ուղարկեց հետերներից, նստեցին առոք-փառոք եկան Պարսկաստան, չէ։ Կոտորածներով, կռվով, դավով, մահերով, զոհերով, նույնիսկ գերության են վաճառվել, արդեն ասեցի, հա։ Եկան առավելապես Նոր Ջուղայում հաստատվեցին, հա, Նոր Ջուղան եւ ընդամենը մի քանի տասնամյակ անց Նոր Ջուղան դարձավ Պարսկաստանի մշակութային ամենազորավոր կենտրոններից մեկը, եթե ոչ ամենազորավորը, եւ Նոր Ջուղայից դուրս եկան մարդիկ ազգությամբ հայ, որոնք հետո Պարսկաստանը դարձրեցին ուղիղ այնպեսին, դրեցին այդ հիմքերը, որպեսզի Պարսկաստանը դառնա ուղիղ այնպեսին, ինչպեսին այսօր կա։ Սա մեծամեծ բառեր, որպեսզի չհնչի, սիրելի ժողովուրդ, այսինքն ոչ թե այդ մարդիկ կառուցեցին Պարսկաստանը, այլ ամենալուրջ բնակավարներում իրենց լուրջ ներդրում ունեցան եւ նպաստեցին այդ երկրի զորացմանը, այդ երկրի տնտեսությանը, գիտությանը, չգիտեմ, այսպես մշակույթին, արդեն ասացի, հա, Լիլիթ Տերյան, Ալենուշ Տերյան։ Մեր երրորդ գրքում, որի մասին մենք այսպես դեռևս շատ չենք հասցրել խոսել, ամը շրջակտագրերի երգը։ Ես ուզում եմ ձեզ անկեղծ խոստովանել, որ մեր երրորդ գրքում իմ ամենասիրելի կերպարն է։ 4 գրքերի մեջ բոլոր այս մարդկանց մասին ում մենք գտել ենք, ում մասին խոսել ենք, ում կենսագրականը ներկայացրել ենք, իմ ամենասիրելի կերպարն է այս կինը։ Ես նույնիսկ պահ է լինում, մտածում եմ, ասում եմ, եթե հանկարծ կարողանայի մի 100 տարի հետ գնալ, ես անպայման կուզեի ես կնոջը ծանոթ լինել, ծանոթանալ ես կնոջ հետ, կուզեի անձամբ տեսնել, անձամբ ճանաչել ես կնոջը։ Այս կինը համարվում է Պարսկաստանի ժամանակակից կրթության հիմնադիրը։ Ոչ ավել, ոչ պակաս։ Եվ մենք հետաքրքրվեցինք, վերջերս հետաքրքրվեցինք արդեն մի քիչ բարձր մակարդակներով հետաքրքրվեցինք, թե ինչ են մտածում պարսիկները այս մասին։ Մտածեցինք, լավ, հիմա պարսիկները կասեն, դե հայերն են, ինչ-որ մի տեղից վերցրել են, ինչ-որ թեև մենք աղբյուրները ունենք, թեև մենք մեզնից չենք հույնում այս ամենը, բայց պարզվեց, որ պարսիկներն էլ են այդպես մտածում։ Այսինքն պարսիկներն էլ հենց իրենք ընդունում են, համոզված են եւ իրենց շուրթերով դավանում են, որ այո, այս կինը մեր կրթության, այսպես ժամանակակից կրթության հիմնադիրն է եւ մենք դա ընդունում ենք։ Մենք չենք ամաչում այդ բառերից։ Այո, մենք ընդունում ենք, որ ինչ որ Հովանես Օհանյան, հա, ժամանակին դարձել է մեր կինոյի հիմնադիրը, պարսկական կինոյի հիմնադիրը։ Օրինակ Հնդկաստանում ես չեմ լսել, հնդկական աղբյուրներ կան, որ նրա մասին խոսում են, որ Կալկաթայում կամ այստեղ կամ այնտեղ դերասանական դպրոցներ բացեց։ Հնդիկների դեպքում ես չգիտեմ, հնդիկներն ինչ են մտածում Հովհաննես Օհանյանի մասին, որովհետև առաջին դերասանական դպրոցները բացեց, աղբյուրներ կան, որ նշում են նույնիսկ, որ ժամանակին Հովհաննես Օհանյանի առաջին աշակերտներից է եղել Ռաջ Կապուրը, թեև սա վիճելի աղբյուր է։ Իհարկե ես չեմ կարող պնդել, մենք այդ մասին խոսել ենք, բայց պնդել չեմ կարող։ Բայց որ մարդը հիմնել է առաջին դերասանական դպրոցները, շատ քաղաքներում դա փաստ է։ Փաստ է, որ հնդիկները մինչև այսօր ընդունում են, որ ժամանակին անգլիացիների դեմ պայքարում իրենց անգնահատելի օգնություն է ցուցաբերել Գյորգի Հարությունյանը։ Գյորգի Հարությունյանն ու ինքը Գորգին խանը։ Գորգին խանը համարվում է Հնդկաստանի ազգային ազատագրական պայքարի հերոս։ Պարսիկներն ընդունում են, որ ժամանակին իրենց անգնահատելի ծառայություններ է մատուցել Եփրեմ խանը։ Եփրեմ խանը համարվում է Պարսկաստանի ազգային ազատագրական պայքարի հերոս։ Պարսկաստանի հերոս Եփրեմ խան, իմիջիալուց Եփրեմ խանի արձանը կա Թերանում եւ այդ արձանի հեղինակը Լիլիթ Տերյանն է։ Ձեզ արդեն ասացի, Պարսկաստանի
այսօրվա ժամանակակից քանդակագործության հիմնադիրներից, առաջին կին քանդակագործներից շատ ընդունված, շատ հայտնի կերպար է Լիլիթ Տերյանը Պարսկաստանում։ Օսմանյան կայսրությունն ընդունում է, որ 1915 թվականին Եղեռնի այսպես արդեն նախաշեմին դարդանելի համար մղվող պայքարում Չանաքալեի այսպես ճակատամարտը, ընդունում են, որ այնտեղ ինչ-որ մայոր Սարգիս Թորոսյան անգնահատելի ծառայություններ է մատուցել Օսմանյան բանակին։ Իտալիայում խոսում են, որ ժամանակին 100-ամյակներ առաջ Լևանտոյի ճակատամարտում, երբ որ Օսմանյան կայսրությունը պատերազմ էր հայտարարել Սուրբ Լիգային, այստեղ Օսմանյան կայսրությունը մտել էր կռվի մեջ Սուրբ Լիգայի հետ, մարդիկ խոսում են ինչ որ հայի մասին, մի քանի անուններ ունես մարդը, ասում են Անտոն Հայ, Անտոն Սուրյան, խոսում են, որ այս մարդը 2 անգամ փրկեց Եվրոպան կործանումից։ Մի անգամ Լեպանտոյի ճակատամարտում, երբ որ ինժեներական ինչ-որ հնարքներ էր բանեցրել եւ Օսմանյան կայսրության նավատորմի զգալի մասը այսպես խորտակել էին նրա օգնությամբ, հետո ինչ-որ ճակատամարտից հետո համաճարակ էր բռնել, որ պարտվել էր այս մարդը նաև բժիշկ է, պատվաստանյութներ գտել, փրկել էր մարդկանց, խոսում են նրա անունով փողոցներ կան Իտալիայում, Եվ ուզում ես համադրել այս ամեն ինչը հասկանալ, ուղիղ այն ժամանակներում, երբ որ Գորգին խանը կռվում էր անգլիացիների դեմ, երբ որ Եփրեմ խանը հեղափոխության ջատագովներից էր Պարսկաստանի, երբ որ մայոր Սարգիս Թորոսյանը Օսմանյան կայսրության բանակի կազմում կռվում էր անգլիացիների դեմ Դարդանելում, ինչ էր կատարվում Հայաստանում։ Ինչ էր կատարվում Հայաստանում այն ժամանակ, երբ որ Անտոն Հայը փրկում էր Սուրբ Լիգային Օսմանների հարձակումից։ Երբ որ Անտոն Հայը փրկում էր Եվրոպան կործանումից, երբ որ պատվաստանյութ էր գտնում։ Ինչ էր կատարվում Հայաստանում այն ժամանակներում, երբ որ Իգնացի Լուկասևիչը առաջին անգամ գտավ այդ նավթի, երբ որ առաջին անգամ ոչ թե նավթ, այլ աշխարհի երեսին առաջին անգամ հայտնվեցին լապտերները, երբ որ մոմերը փոխվեցին արդեն լապտերների, Լվովի փողոցներում հայտնվեցին լապտերները, որովհետև ինչ որ դեղագործ կերոսին էր հայտնաբերել։ Ինչ էր կատարվում Հայաստանում այդ ժամանակ։ Ինչ էր կատարվում Հայաստանում ուղիղ այն ժամանակ, երբ որ շվեդական բարոն Մուրադ Դոնսոն, ես այս մարդու մասին, երբ որ առաջին անգամ կարդացի, ընդամենը մեկ բառից եմ հասկացել, որ այս մարդու մեջ որ հայկական ծագում կա, երբ որ փորփրեցին, երբ որ քանդեցին, կծիկը կամոս պարզվեց, այս մարդը Արցախի մելիքների տոհմից էր։ Գնացել էր, հասել էր, դարձել էր շվեդական բարոն։ Ինչ էր կատարվում Հայաստանում այդ ժամանակ։ Ինչ էր կատարվում Հայաստանում այն ժամանակ, երբ որ Խարբերդից փախստական Եղեռնից հետո փախստական դարձած Ջակոմոն, որ Հակոբի իհարկե, դարձել էր Ջակոմո Մեքսիկայում, թուր ու թվանքն առած պայքարում էր Պանչո Վիլայի զորքերի դեմ եւ դարձավ Մեքսիկայի ազգային ազատագրական պայքարի հերոս։ Ինչ էր կատարվում Հայաստանում այն ժամանակ, երբ որ ԱՄՆ-ում ռազմածովային ուժերի նախարար դարձավ մինչ օրս ամենաբարձր պաշտոնը զբաղեցրած հայ ԱՄՆ-ում, Պողոս Իգնատոսյանը, որն այսօր ԱՄՆ-ում հայտնի է որպես Փոլ Իգնատիուս։ Եվ ռազմական նավը, այդ գործանիչը կանգնած է հիմա, նրա անունն է գրում USS Փոլ Իգնատուս։ Ինչ վիճակում էր Հայաստանը։ Մի ժամանակ կասեն, պատմության մի ընթացքում կասեն, դե ցարական Ռուսաստանը չէր թողնում, պատմության մի ընթացքում կասեն, սովետական Հայաստանը չէր թողնում, սովետական միությունը չէր թողնում, Բերյան չէր թողնում, Ստալինը չէր թողնում, ցարը չէր թողնում։ 1991 թվականին եկավ անկախությունը։ Այս մարդկանց անունները, որ ես հիմա այսքան տալիս եմ իհարկե 1991 թվականին չկային, բայց սա չէր նշանակում, որ չկային նրանց պես ուրիշներ 1991-ից մինչև այսօր ելի ժողովուրդ, երբ որ Հայաստանը անկախացավ։ Այնպիսի անուններ կան, այնպիսի գործեր են արել, այնպիսի անուններ, որ նրանցից շատերը մինչ օրս կան, մինչ օրս ապրում են։ Չիլիի ադմիրալներ, Պերուի ադմիրալներ, Բրազիլիայի ադմիրալներ, չգիտեմ, ԱՄՆ-ի ադմիրալներ, Ռուսաստանի ադմիրալներ, հայ ժողովրդի զավակներ, ադմիրալներ։ Երբ որ ասում ենք
Ադմիրալներ, ծովակալներ, այսպես ասած, ես հիշում եմ մի պատմություն, որ կապված էր ծովակալ Իսակովի հետ։ Վանոն, ինչպես նրան մտերիմներն էին ասում, երբ որ առաջին անգամ Պետերբուրգի ակադեմիայում քննություն է ուզում հանձնել, որպեսզի մտնի ռազմածովային ակադեմիա, այնտեղ նստած ծովակալները, որ քննություն են վերցնում, հարցնում են, ասում են՝ «Տղա ջան, դու ազգությամբ հայ ես, չի?» Ասում են՝ «Դու ծովի հետ ի՞նչ կապ ունես»։ Մի Հայաստանին նայ, մի քեզ նայ, ասում են՝ «Դու ծովի հետ ի՞նչ կապ ունես»։ Լավ, դու ծովը, ասենք, գոնե, չգիտեմ, էլի ինչ-որ ուրիշ մի ստորաբաժանում, ինչ-որ մի ուրիշ բան, ու գիտեք, սա իրական պատմություն է, իհարկե, Վանոն, երիտասարդ Վանոն, իհարկե, ոչ ոք չգիտեր, որ այդ երիտասարդ Վանոն տարիներ անց դառնալու էր ադմիրալ Իսակով։ Վանոն այդ ծովակալներին հակադարձում, ասում է՝ «Դուք ցարական Ռուսաստանի ծովակալ եք եւ մինչեւ հիմա չգիտեք, որ հայերը ինչ ծովակալներ են տվել ցարական Ռուսաստանին», եւ հարցնում է, ասում է՝ «Եվ վերջապես, միթե դուք չեք ճանաչում լեգենդար Ալեքսանդր Գարսոյանին»։ Ալեքսանդր Գարսոյանի մասին ես խոսել եմ մեր առաջին կամ երկրորդ գրքում, այս պահին չեմ հիշում, Ալեքսանդր Գարսոյանը ցարական Ռուսաստանում շատ լուրջ ինժեներ էր, այսպես, հետո երբ որ սովետական միությունը այսպես ձևավորվեց, երբ որ բոլշևիկները հաղթեցին, արդեն իշխանության համար մղվող պայքարում քաղաքացիական պատերազմն ավարտվեց, վերջնականապես հաստատվեցին սովետական կարգերը, սովետական իշխանությունն անկարծ հասկացավ, որ իրեն ոչինչ չի մնացել, լուրջ մասնագետներ չունեն, ցարական նավատորմը ամբողջովին ջարդոնի է վերածված եւ ընկած է ծովի հատակին, եւ հանկարծ այսպես հարց ու փորձով գտան մեկին, ասեցին՝ «Մեկը կա, այսպես ցարական Ռուսաստանի ժամանակներից մնացել է, խելացի մարդ, խելացի ինժեներ», գնացին, գտան, բերեցին Ալեքսանդր Գարսոևին։ Գարսոյանը դարձրեցին Ալեքսանդր Գարսոև։ Հիմա ռուսները դրա մասին իհարկե չեն խոսում, բայց Ալեքսանդր Գարսոևը ըստ որոշ, ոչ թե որոշ, շատ աղբյուրների համարվում է սովետական միության ատոմային միջուկային սուզանավերի առաջին նախագծողը։ Ռուսները դա, այսպես ասած, հերքում են, բայց շատ բայցեր կան այստեղ։ Ալեքսանդր Գարսոևին բավական լուրջ ներդրում ունեցավ նորաստեղծ սովետական միության այսպես ռազմածովային ուժերը, իսկ նրա կյանքը անփառունակ ավարտվեց, սովետական միությունը ինչպես կարգն է, ինչպես ձևն էր այն ժամանակ կոտրեց նրան, ինչ որ տնային կալանք տվեցին եւ նրա մահն էլ առեղծված այն, ոչ մեկ չգիտի ինչ պայմաններում, ինչի համար մահացավ նա։ Ուզում եմ հասկանալ այդ ընթացքում ինչ վիճակ էր Հայաստանում։ Ինչ վիճակ էր Հայաստանում, երբ որ 1941 թվականի հունիսին ֆաշիստները հարձակվեցին սովետական միության վրա։ Ինչ վիճակ էր Հայաստանում, երբ որ հայտնի էր արդեն սովետական միության հետախուզությունն արդեն հայտնել էր Կրեմլին, որ Հիտլերի առաջին այսպես գերնպատակների շարքում Կովկասն է, առավելապես Բաքուն։ Նավթահորերի մասին էր խոսքը, հասկանալի էր, որ անպայման այս կողմ են գալու։ Ինչ վիճակ էր Հայաստանում, երբ որ 1918 թվականի անկախությունը, որը 2 տարի էլ չապրեց, 1941 թվականի հայրենական պատերազմի ժամանակ մի անգամից 600 տարբեր թվերի մասին է խոսքը, մեկն ասում է 700,000, ես չեմ կարող թվերի հետ խաղալ, բայց նույնիսկ եթե 600 լինի 1000-ը, 600,000, հիմնականում այս 600-650,000 թիվն է շրջանառվում, թեև էլ եմ ասում, նույնիսկ ես չգիտեմ որքանով է դա ռեալ։ Բայց 41 թվականին ըստ տվյալների 650,000 հայեր մասնակցել են 41-45 թվականներին հայրենական պատերազմին։ Ուզում եմ հասկանալ, քանի 100,000 մարդիկ են մասնակցել հայրենական պատերազմին եւ քանի հազարն են մասնակցել 1991 թվականից սկսված ազգային ազատագրական պայքարին, որն իրականում դա էր հենց հայրենական, այսինքն մեր հայրենականը, երբ որ սկսվեց այդ 650,000-ից քանիսն են մասնակցել, եթե չհաշվենք այն պարտադիր ժամկետային զինծառայողներին։ Ինչ վիճակ էր Հայաստանում, երբ որ հայերը հասնում էին մինչև Իտալիա, մինչև Բուլղարիա, դառնում էին Իտալիայի, Բուլղարիայի, Ռումինիայի ազգային հերոսներ,
Հունգարիայի ազգային հերոսներ ու հանկարծ նայում ես հիմա ինչպես է վերաբերվում Հունգարիան Հայաստանին։ Եթե բացենք Հունգարիայի պատմությունը, գոնե գիտությունը, թեկուզ ռազմական գործիչներն էլ սիրելի ժողովուրդ, եթե բացենք, ասենք ռազմական գործիչներով, նայենք, ասենք իրենց անկախության համար մղվող պայքարը, իրենց գիտությունը ինչպես է զարգացել, իրենց գիտությունների ակադեմիան նույնիսկ ինչպես է ստեղծվել, հա, ժամանակին, այստեղ բոլորը կգտնեք մեր հայրենակիցների անունները եւ այս մասին առավելապես մեր երկրորդ գրքում եմ ես շատ խոսել նրանց մասին, Հունգարիա, Ռումինիա, Բուլղարիա, հա, Կորսովա ժառանգություն գրքում նրանց մասին շատ կա։ Գեներալներ, գիտնականներ, չգիտեմ ինչեր, այսպես հիմա անուններ չտանք, հա, ինչ էր կատարվում Հայաստանում եւ ինչու որևէ մեկը 1991 թվականի անկախությունից հետո գեներալ կլիներ, գիտնական կլիներ, ով կլիներ, չգիտեմ, հետ չվերադարձավ։ Ինչու այդ փազլը, որը ենթագիտակցական շերտերում ինչ-որ ուրվագծված պատկերի տեսքով տպվել է մեր մեջ, բայց մենք չենք կարողանում այդպես էլ հավաքել այդ պատկերը, ինչու 1991 թվականին որևէ մեկը նույն առաջին կառավարությունը չփորձեց կրթական համակարգը ձևափոխել այնպես, որ կարողանանք այդ փազլը կամաց նորից հավաքել եւ ստանալ վերջապես այդ պատկերը, որ այսպես լղոզված, ուրվագծված վերջապես հասկանանք մենք ազգովի ում ենք ուզում ստանալ, ինչ պատկեր ենք ուզում ստանալ։ Եթե դիմանկարը փորձենք մեր ժողովրդի դիմանկարը այսպես, հա, վերցնել հավաքական առումով, չարվեց, ոչինչ չարվեց։ 94 թվականին թվում էր, թե զինադադար, այսպես տարբերությունը մեծ է, հիմա դրա մասին չխոսենք, բավական շահավետ պայմաններ, անցավ 30 տարի եւ տեսանք ինչ եղավ 30 տարի անց։ 30 տարի անց նույնիսկ 91 թվականից եթե հաշվենք, արդեն 34-35 տարի անց անկախ Հայաստանում այդ կրթական համակարգը այդպես էլ չխմբագրվեց, այդպես էլ չմտավ մանկապարտեզ պետական դաստիարակությունը, մանկապարտեզը մնաց ընդամենը ծնողներից թաքնվելու մի վայր, թաքստոց այսպես ասած, ոչ թե թաքնվելու, այլ այրնոմայրը գնացին գործի, բերեք այս երեխեքին պահենք, չգիտեմ, մի բան տվեք թող խաղան, մի բան տվեք թե ուտեն, մի քիչ երգեր երգեք, չգիտեմ, այսպես պարենք, երգենք, ուրախանանք, մինչև այրնոմայրը գան տանեն, ինչ էլ մանկապարտեզը սա էր, ծնողները չեն կարողանում, ժամանակ չունեն, աշխատում են, երեխաներին տարեք մանկապարտեզ, իրիկունը կգան կտանեն։ Իսկ ճապոնացիների համար մանկապարտեզը պետականության հիմքն է։ Ճապոնացիները մանկապարտեզում սովորեցնում են նույնիսկ ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու այդ եղանակը, սովորեցնում են ճիշտ վարել մանկապարտեզում ինչ-որ պատկերներ են դնում, հա, ինչպես են, ասենք, ճանապարհատրանսպորտային պատահարներ, մանկապարտեզում ինչ ճանապարհատրանսպորտային պատահար։ Ճապոնացիները մանկապարտեզից են սկսում երեխայի մեջ դաստիարակել զիջելու արվեստը, զիջել դիմացինին, որպեսզի լսես նրան։ Եթե դու չես կարողանում դիմացինին զիջել, ձեր մեջ կոմունիկացիա չի հաստատվելու, դու չես կարողանալու լսել, իսկ եթե դու չես կարողանալու լսել, դու անդադ հակադարձելու ես։ Հիմա Հայաստանում ամեն մեկը իր դիմացինին հակադարձում է, նա խոսում է, նա հակադարձում է, ոչ մեկ նախադասությունը մինչև վերջ չի ավարտում, արդեն կեսից հակադարձում են։ Նա ասում է ես ճիշտ եմ, սա ասում է ես ճիշտ եմ, դե որ ճիշտ եք, եկեք ես ամենքս բոլորս միասին բաժանվենք մի 120, 130, 140, մինչև 500 կարող ենք հասնել կուսակցությունների, ամեն մեկը 20, 30, 40, 100 հոգի հավաքեն, այստեղ ասեն 3 միլիոն ժողովրդի մեջ 100 կուսակցություն ինչ է անում։ Ժամանակին լրկամսարներ ասում, գուցե բառացի չկարողանամ ասել, բայց մոտավոր միտքը թարգմանեմ, ասում էր Հայաստանի հնչակյան կուսակցությունը, ռամկավարները եւ նույնիսկ դաշնակները նույն լոզունգն են անդադ այսպես բարձրացնում, ազատ անկախ Հայաստան։ Նույն լոզունգը։ Ասում են, որ կուսակցությանը նայում ես եւ հնչակները եւ ռամկավարները եւ չգիտեմ այսպես դաշնակները նույն բանն են ասում, բայց ասում եմ չեմ հասկանում, նույն բան ասելու համար էլ երեք կուսակցություն ինչի համար էր պետք։ Եթե նույն բանն են ասում, ինչ է երեք իրար հետ չեն կարողանում համագործակցել։ Սա լրկամսարներ ասում։
Ես չգիտեմ լերկամսարն ինչ կասեր, եթե տեսներ այդ 3 միլիոնանոց Հայաստանում 120 կուսակցություն եւ գնալով որը մի կուսակցություն կգա, որը մի կուսակցություն կավելանա, չգիտեմ, մեկը գնաց, մեկը եկավ։ Այս սրան մասին էր խոսքը սիրելի ժողովուրդ, այս 4 գրքերը եւ 5-րդը, որը մենք փորձում ենք կամաց հավաքել առաջն Աստված, թեև բավական լուրջ ֆինանսական դժվարություններ ունենք, բայց սա էլ հարցի մի կողմն էր, որովհետեւ այս 2-2.5 տարվա մեջ արդեն 3 տարի կլինի շուտով թե սոցիալական ցանցերում, թե այստեղ այս հարթակում YouTube-յանի մալիքում ես բազմիցս դիմել եմ աշխարհի հայերին, ասել եմ սիրելի հայեր, ձեզնից շատերը միայն ամանորին երևի թե մի 50-100 հազար փող են ծախսում, շատերը են լավ մեծ փողատերի մասին է, բայց ձեզնից ոչ մեկը պարզապես չուզեցավ գոնե ասենք դրա 2-3% դնել ընդհանուր մի գործի մեջ եւ ասել գիտեք ինչ ես մարդ եմ, միայնակ ես ամեն ինչը ոչ մեկ մոտիկ չեկա, սիրելի ժողովուրդ, ոչ ալիքին մոտիկ եկան, ոչ գրքերին մոտիկ եկան, սա էլ հարցի մի կողմն էր, բայց առաջն Աստված մենք սա էլ կհասցնենք նպատակին։ Հիմա այդ 4+1 ֆորմատով, եթե այսպես վերցնենք գրքերը, սրա մասին էին, թե ինչու հայերը ամբողջ աշխարհում դարձան օտար քաղաքակրթությունների հիմնասյուներ, իսկ շատ դեպքերում հենց հիմնասյուներ, եւ սա պաթոս չէ, հենց հիմնասյուներ, օրինակ Իգնացի Լուկասևիչը լուրջ հիմնասյուն դարձավ։ Իսկ Հայաստանում բոլոր ժամանակներում գրեթե նույն վիճակն էր։ Պատմության մի ընթացքում կասեին սովետական միություն, մի ընթացքում կասեին ցարական Ռուսաստան, մի ընթացքում կասեին, չգիտեմ, ՌԴ, մի ընթացքում կասեին Բյուզանդիա, մի ընթացքում կասեին Պարսկաստան, մի ընթացքում կասեին Շահաբազ, մի ընթացքում կասեին, չգիտեմ, սա, եւ ոչինչ չէր փոխվում։ Ինչու ոչինչ չէր փոխվում։ Այդ սրա մասին էր խոսքը, որ այդ puzzle-ի հատիկները այսպես փոքրիկ պատկերներով այսպես գծեցինք, փոկեցինք, մեկը սա փոկեց, մեկը նա փոկեց, մեկը մենք ինքներս տվեցինք, այսպես տարանք հասցրեցինք տեղ ու ասեցինք գիտես ինչ, պակասում է այս պատկերը, մի տեսակ չենք ստանում։ Դրա փոխանակ այդ puzzle-ը հավաքելու եւ բերելու ստանալու այդ մեր ժողովրդի դիմանկարը, որից դուք շատ կզարմանայիք, եթե իրականում տեսնեք ինչ զորավոր կերպար կտեսնեք այդ ենթագիտակցական պատկերը, եթե ստանանք, դրա փոխարեն մենք գնացինք այստեղից վերցրեցինք ինչ-որ անուններ եւ փոքր ազգի կոմպլեքսով դաստիարակված սովետական միության տարիներին փորձեցինք հայաֆիկացնել ում ասես։ Սա էլ էր հայ, նայել էր հայ ու հարց, քեզ ինչ, էլ Մայր Թերեզա, էլ Մեսսի հայրը, էլ չգիտեմ Մեսսի տատը, էլ չգիտեմ սա, էլ չգիտեմ նա, էլ Նապոլեոնի Մյուրատը կարող էր, ոչ թե կարող է, այլ հայկական ծագում ունի ուղիղ այնքանով, ինչքան ես կարող եմ աֆրիկացի լինել, չգիտեմ։ Պատմություն կա, ֆրանսիացիների պատմություն կա, տոհմական ծագում կա, սիրելի ժողովուրդ։ Մյուրատը բացարձակ որևէ կապ չունի հայկական ծագման հետ։ Նապոլեոնի շրջապատում եղել ընդհանրապես Ռոստամը եղել է մամլուք։ Եվ ես չեմ հասկանում, ես ամեն ինչ պիտի տար ձեզ։ Մեզ ինչ պիտի տար։ Ես խոսում եմ մեր ունեցածի մասին, մեր ժողովուրդը չուզում սրան մտիկ անել, բայց այն որ չունենք, այդ չունեցածից փորձում են ինչ-որ պատկեր ստանալ, բաց թողեք այդ պատկերը, սիրելի ժողովուրդ։ Մեզ պետք չի որ Մայր Թերեզան հայ լինի կամ հայ չլինի, չգիտեմ։ Նիկոլա Տեսլայի մայրը հայ էր, տատը հայ էր, Դա Վինչիի մայրը հայ էր, չգիտեմ, ինչ էր այսպես։ Մենք մեր ռեալ ունեցածի մասին է խոսքը, որը մենք չենք ճանաչում։ Այդ puzzle-ի հատիկները, որ պակասում են, ես կամաց հավաքում եմ այս 4 գրքերում, սրա մասին էր խոսքը։ Եթե մենք հավաքեինք, եթե դուք տեսնեիք այս պատկերը եւ հասկանայիք, թե ինչ ես չեմ վախենում այդ բառից։ Նրանք, ովքեր չեն ճանաչում պատմությունը մեր ժողովրդի, անպայման սրա մեջ պաթոս կտեսնեն, անպայման, մեղադրական ինչ-որ բաներ, բայց ես չեմ վախենում այդ բառից, որ եթե դուք ստանայիք, եթե դուք տեսնեիք այդ ինֆորմացիան, որին ես տիրապետում եմ եւ 100 գրքերում էլ դա չի տեղավորվի, իհարկե դուք հասկանայիք, թե ինչ ջերհզոր պոտենցիալի մասին էր խոսքը։ Ցանկացած բնակավարում, եթե բոլոր երկրներում ներդրածը վերցնեին գոնե 2-3%-ով բերեինք մեր տուն եւ փորձեինք ստանալ մեր, դուք չեք պատկերացնում ինչ կստանայինք։ Չեք պատկերացնում։ Իսկ ես վստահաբար եմ ասում, որ սա իհարկե
մի քիչ ֆանտաստիկայի ժանրից է իհարկե, բայց եթե այդ ամենը միտեղ հավաքվեր, մի տեղում լիներ, իհարկե, ես համոզված եմ, որ մոլորակի վրա բացարձակ այլ քարտեզ կլիներ, նույնիսկ այլ քարտեզ կլիներ, բայց այդպես չեղավ, մենք մեր ունեցածը տվեցինք։ Մենք սպասեցինք, որ հանդիկները մեզ հերոսացնեն, պարսիկները մեզ հերոսացնեն, չգիտեմ, նույնիսկ օսմանցիները մեզ հերոսացնեն, որ հետո պիտի կոտորեին։ Տաջիկները, ուզբեկները, ռուսների մասին չեմ խոսում, ինչ շեր ենք տվել, ու մինչև այսօր էլ տալիս են։ Նույն ԱՄՆ-ում, նույն Չինաստանում, նույն Հոնկոնգում, նույն, չգիտեմ, Սինգապուրում։ Ռուս գրող կար 70-ական թվականներին առաջին անգամ լինում է Սինգապուրում, այդ մարդու օրագրերը մնացել են։ Ու գրում էր օրագրում, ասում է ես 70-ական թվականներին է գրել դա, 70-ական թվականներին Սինգապուր էր մեկնել։ Ասում է Սինգապուրում ես կանգնել էի հայկական գերեզմանատան առջև, նայում էի գերեզմանների վրա տպված թվերին, ինչ թվերի մասին է խոսքը։ Հետո հետաքրքրվեցի, հետո հարցուփորձ արեցի այդ մարդկանց մասին, ովքեր էին, ինչեր էին արել եւ ռուսերեն պիտի ասեմ, սիրելի ժողովուրդ, հենց այդ մարդու խոսքերն են, հենց այդ օրագրից, եւ այս մարդն իր օրագրում գրում է կամ բանից հետո իմանալուց հետո ասում է Боже мой, ведь армяне построили этот город։ Ինքը գրում է իր օրագրում։ Բայց երբ որ խոսում ես այս մասին, անպայման, ուй, ու այս հայ-հույ անողները, որոնք անպայման հակադրվում են, որոնք անպայման, չգիտեմ, այսպես մեծամեծ, լոճո, գորոզ բաներ պիտի խոսան, այս նույն հայ-հույ անողները գնում են ու սկսում են Մեսսի տատուն հայաֆիկացնել։ Մեսսի տատին հայ էր, Մայր Թերեզան հայ էր, սա հայ էր, նա հայ էր։ Խոսում ես իրենց ունեցածից, քեզ հակադարձում են, քեզ հեգնում են, բայց իրենք գնում են բացարձակ ոչ մի կապ չունեցող իրենց հետ մարդկանց բերում են, ուզում են աշխարհին ցույց տալ, որ Նապոլեոնի մյուրատը բացարձակ հայկական ծագում չուներ, բայց եթե նույնիսկ հայկական ծագում ունենար, ինչ էր տալու ձեզ դա։ Ինչ եք ուզում ասել։ Ասենք ինչ է տվել Տեսլան աշխարհին, Դա Վինչին ինչ է տվել աշխարհին, ինչ է տվել աշխարհին Վիվալդին, ինչ է տվել աշխարհին, չգիտեմ, Մոցարտը, Բախը, Բեթհովենը, հա։ Այս մարդիկ չեն գոռում, այս մարդիկ չեն ճչում։ Ես խոսում եմ ընդհանրապես մեր ունեցածի մասին, որ մենք ունեցել ենք այս ամեն ինչը, բայց մեկը տվել ենք սրան, մեկը տվել ենք նրան, մեկը տվել ենք նրան, եթե այս ամեն ինչը գոնե 2-3%-ով ոչ ավել, 100%-ի մասին բացարձակ խոսք չկա, նույնիսկ 50-ի մասին խոսք չկա, 20-ի մասին էլ խոսք չկա, բայց այս ամեն ինչի 5%-ն էլ որ մնալու է։ Ես համոզված եմ, որ մենք այսօր ոչ միայն որևէ մեկի դուռը չէինք ծեցի մեր արևաններից, մի բան էլ մեր դուռը գծեցին, եւ մենք չենք ունենա բոլոր այն կորուստները, որն ունենք այսօր 35 տարի անկախությունից հետո։ 35 տարի, երբ որ 35 տարվա ընթացքում անկախ Հայաստանի կարգական համակարգը այդպես էլ չխմբագրվեց եւ այդպես էլ գնում է իներցիոն կիսասովետական, այսպես գնում է եւ պատմության մեջ գոնե վերջին տարիներին ինչ փոփոխություններ էլ որ եղել են ոչ թե օգուտ, այլ վնաս մեզ։ Խմբագրել էր պետք այս ամենը 1991 թվականի դեկտեմբերի 8-ին, երբ որ սովետական միությունը փլուզվեց։ Մենք տարվա ընթացքում շատ հանդիպումներ կունենանք, առաջ Աստված, սիրելի ժողովուրդ, կզրուցենք, խոսենք այս թեմաներից, առանձին մարդկանց մասին խոսենք իհարկե։ Հուսով եմ վերջապես գոնե 3 տարի անց մարդիկ գտնվեն, որ կապ կհաստատեն, որ գուցե մեկը մի օր կզանգի կասի պարոն Մանվելյան, ինչով օգնեմ ձեզ։ Վերջապես կարողանանք մի քիչ այսպես լայն թափահարել մեր թևքը, որովհետև
շատ դժվար է ամեն ինչը միայնակ անելը, մենք երկուսով մեր ընկերն էլ այդ 4 գրքերով անավորեց, բայց որևէ մեկի հնարավորությունները անսահմանափակ չեն, սրա համար մեզ պետք են մարդիկ, սրա համար մեզ պետք են նվիրյալներ, որ կարողանան ինչ-որ ներդրում անել եւ ասել ընկերներ դուք չնեղվեք, մենք ձեզ կօգնենք այս հարցով, որովհետեւ սա պետքական պիտի լինի եւ սա պիտի մշտական լինի եւ սա պիտի չընդհատվի, որովհետեւ որևէ այլ կերպ այդ կորցրած փազլի այդ կորցրած պատկերները հնարավոր չի հավաքել եւ ստանալ այն ենթագիտակցական պատկերը, կրկնում եմ, որի ուրվագծերը այսպես եթե ամբողջովին հավաքենք, դուք կտեսնեք, թե ինչ զորավոր պատկեր ունի այս ժողովուրդը ու ժամանակի ընթացքում ուղղակի այսպես խամրել է եւ իրեն էլ համոզել են, որ քո ունեցածն այսօրվա սա է, սա էլ է մի բան էլ շատ քեզ, սա էլ պիտի այսպես լինի, սա էլ պիտի այսպես լինի։ Իսկ ժամանակին այս ժողովուրդը կանգնած է եղել համամարտկային արժեքների ստեղծման ակունքներում։ Դուք եթե ծանոթ լինեիք գոնե Իտալիայի, չգիտեմ, առանձին քաղաքների եւ ողջ Իտալիայի, նույնիսկ Վատիկանի պատմությանը, թե ժամանակին ինչեր են արել այրը։ Մեր թվարկությունից առաջ եթե գնանք, այսպես նայենք, չգիտեմ ինչեր են Բեհիստունյան արձանագրության մեջ անգամ այդ հիշատակությունները կան Պարսկաստանում։ Իսկ մենք ընկել ենք, չգիտեմ, Մեսսի տապներ հայ, Մուրատներ հայ, սա էր հայ, նա էր հայ, բայց երբ որ Մանվելյանը 4-ին գրքեր է հավաքում ռեալ մարդկանց մասին, որոնք մենք կորցրել ենք ու պիտի հավաքենք, մարդիկ հեգնում են։ Այսքանը սիրելի ժողովուրդ, լավ մնացեք, անփորձանք մնացեք, կհանդիպենք շուտով գրքերի համար դուք գիտեք, ես հիմա նորից ասեմ ձեզ, որ մեր գրքերը գրախանութներում չկան եւ երբեք չեն եղել, սիրելի ժողովուրդ, սրա պատճառների մասին չխոսեմ, հա, առաջին գիրք, այս գիրքը վերահրատարակվեց այս տարի մի 2 ամիս առաջ արդեն 4-րդ անգամ, հա, երկրորդ գիրքը Կորսովաջառանգությունը ասացի ձեզ, հունգարացիների, ռումենացիների, բուլղարացիների մասին, այսպես ոչ թե նրանց, այլ մեր ժողովրդի զավակների մասին այդ երկրներում կարող եք կարդալ երկրորդ գրքում, երրորդ գրքում առավելապես Պարսկաստան, Հնդկաստան, Օսմանյան կայսրություն, նույնիսկ սովետական Հայաստանից էլ կան այսպես անուններ, ինչեր են արել մարդիկ, հա, ճանապարհ դեպի գիրքը, եւ 4-րդը մշուշ ճակատագրերի երգը, այս գիրքը 25 հայուհիների մասին է, բացարձակ առանց տղամարդկանց այս գիրքը մենք անվանեցինք այսպես հուշարձան հայ կնոջը, հա, 25 հայուհիների մասին, որոնց անունները Հայաստանում կամ քիչ կամ ընդհանրապես հայտնի չեն, այս գրքերը գրախանութներում չկան, այս գրքերը հնարավոր է ձեռք բերել միայն պատվերով, այս գրքերի վերավաճառքը կամ բազմացումը ցանկացած եղանակով հետապնդվում է օրենքով, որտեղ հեղինակային իրավունքները պաշտպանված են, գրքերը հնարավոր է ձեռք բերել միայն պատվերներով, պատվերների համար հեռախոսահամարները դուք կտեսնեք մեկնաբանություններում, անփորձանք մնացեք, սիրելի ժողովուրդ, կհանդիպենք։